Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 10-ին Գերմանիայում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը որևէ նախապայման չունի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, սակայն նույնը պարզ չէ Ադրբեջանի դեպքում։ Անդրադառնալով Հայաստանի սահմանադրության շուրջ Բաքվի բարձրացրած մտահոգություններին, վարչապետը նշել է, որ խնդիրը լուծելու ամենակարճ ճանապարհը հենց խաղաղության համաձայնագրի կնքումն է։ Վարչապետը հայտարարել է, որ սահմանադրության հարցը Հայաստանի ներքին գործն է և չի քննարկվում Ադրբեջանի հետ։ Նա ընդգծել է, որ այսօր չունի լեգիտիմություն Հայաստանի ժողովրդին սահմանադրությունը փոխելու առաջարկ անելու համար։ Ադրբեջանը մի կողմից ասում է արևմտյան Ադրբեջան։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից օգտագործվող արևմտյան Ադրբեջան տերմինաբանությանը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա չի նպաստում խաղաղությանը։ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է համատեղ ընդունել ճանապարհային քարտեզ Ղարաբաղի հայերի և արևմտյան ադրբեջանցիների մասին թեմաները փակելու ուղղությամբ, ընդգծելով, որ Հայաստանում չի կարող լինել արևմտյան Ադրբեջան։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Ղարաբաղի հարցի շարունակությունը նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում իր անկանխատեսելի հետևանքներով։ Նրա խոսքով, նրանք, ովքեր պնդում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, ըստ էության ասում են, որ Հայաստանը պետք է նոր պատերազմ անի։